Հայաստանի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը առաջատար դիրք է զբաղեցնում։ Ձեռք բերված հաջողության կապակցությամբ Փաշինյանին շնորհավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության ընտրական հաջողության առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը, որպեսզի ամրապնդենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ի շահ մեր ժողովուրդների։ X սոցիալական ցանցում գրում է Վրաստանի կառավարության ղեկավարը և պատրաստակամություն հայտնում հետագայում խորացնելու բարեկամական հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք Եվրամիության և Վրաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հաշտեցմամբ, հայտարարել է Հայաստանի վարչապետը և նշել, որ դա Հայաստանի դիրքորոշումն է։ Նրա խոսքով Վրաստանի հետ համագործակցությունն ու հարաբերությունները շարունակաբար կզարգանան։ Վրաստանը մեր եղբայրական երկիրն է, մենք ունենք ռազմավարական գործընկերություն և կասկած չկա, որ շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Իրանը հրթիռների հերթական ալիք է արձակել դեպի Իսրայելի հյուսիսային շրջաններ։ Բալիստիկ հրթիռների արձակման պատճառով երկրի մի շարք հատվածներում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, սակայն երկիրը վնասազերծել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Ինչպես հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, այս գործողությունը մեկանգամյա դեպք չէ, այլ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում շարունակական հարվածների սկիզբն է։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն Իրանը լուրջ սխալ է թույլ տվել։ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին։ Հարձակումը իրականացվել է երկրի արևմտյան և կենտրոնական մասերում գտնվող ռազմական թիրախների դեմ։ Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները երեխաների և համաքաղաքացիների հետ միասին կազմակերպել են շնորհակալության երթ։ Նշված երթով նրանք շնորհակալություն են հայտնել ինչպես պետությանը, այնպես էլ յուրաքանչյուր այն մարդու, ով մասնակցել է ծնողների կազմակերպած բողոքի ցույցերին։ Ծնողների խոսքով պայքարի գլխավոր նպատակը հասել է իր արդյունքին և երեխաների կյանքերը փրկվել են։ Շնորհակալական երթից մի քանի ժամ առաջ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին Վրաստանի ամենայն կաթողիկոս պատրիարքը Սուրբ Երրորդության տաճարում հաղորդություն է մատուցել և օրհնել։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող հիվանդների համար կապահովվեն անհրաժեշտ դեղամիջոցներ, կձևավորվի հատուկ աշխատանքային խումբ և դեղագործական ընկերությունների հետ կսկսվեն բանակցություններ երկու կոնկրետ դեղամիջոցների ձեռքբերման վերաբերյալ։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները սրվում են։ Թամար Չերգոլեիշվիլին քննադատել է Միխեիլ Սաակաշվիլիի համախոհներին և նրանց անվանել բանդերլոգներ։ Սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ ասվում է. «Ընկերներ, ահա այսպիսին է ստրուկ ծնված հորդապաշտ բանդերլոգը։ Այս բանդերլոգները ժխտում են մարդուն, մարդու ընտրությունն ու ազատությունը։ Նրանց համար բոլորը անասուններ են, որոնց արժեք տալիս է քաղաքական մոլուցքով խելագարված առաջնորդի ուժը։ Այս բանդերլոգների տրամաբանությամբ Սաակաշվիլին անօրինական կերպով օգտագործել է Շևարդնաձեի ռեսուրսը և պետք է մնար կոռուպցիայի ճահճում։ Քանի դեռ դիմադրությունը չի ճզմի մարդկային տեսակի և մարդկային զարգացման այս թշնամիներին, այս որդերին այն ուժը չի ձեռք բերի, որն անհրաժեշտ է Բիձինա Իվանիշվիլիին տապալելու համար», գրում է Թամար Չերգոլեիշվիլին։ Ֆեդերալիստների առաջնորդն այս գրառմամբ արձագանքել է Ախլեբի կուսակցության և ազգային շարժման միջև հակամարտությանը, որի ընթացքում Աննա Ծիթլիձեն հիշեցրել է Նիկա Գվարամյային անցյալի քաղաքական վիրավորանքների մասին և նշել, որ Գվարամյան քաղաքական առումով թալանել է ազգային շարժումը և անձամբ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս հարցի վերաբերյալ գնահատականներ են հնչում նաև իշխանական թիմում։ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված նախագծի նպատակն է վրացական ֆոլկլորը համադրել ժամանակակից չափանիշների հետ։ Ավանդական մշակութային ժառանգությունը բեմում վերակենդանացվել է նոր տեսողական և բեմանկարչական էֆեկտների միջոցով, որոնց վրա աշխատել են ռեժիսոր Բասա Փոցխիշվիլին և նկարչուհի Թամար Փոցխիշվիլին։ Համերգը հանդիսանում է Անզոր Էրքոմայիշվիլիի և Ֆրիդոն Սուլաբերիձեի ստեղծագործական ուղու շարունակությունը։ Նախագծի նպատակն է, որպեսզի վրացական երգն ու պարը միջազգային հարթակներում դառնան առավել դինամիկ և գրավիչ։